Ամերիկացի զինվորականները Վենեսուելայից ծովային երթուղով հավանական անօրինական թմրանյութեր տեղափոխող նավին հարվածելով սպանել են 11 մարդու, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ սա առաջին հայտնի գործողությունն է այն բանից հետո, երբ նրա վարչակազմը վերջերս ռազմանավեր է տեղակայել Կարիբյան ծովի հարավային մասում։ Այս հարձակումը վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Միացյալ Նահանգները միջազգային ջրերում խորտակում է վենեսուելական նավեր, պատճառաբանելով նարկոկարտելների հետ հավանական կապը։ Մենք ունենք ապացույցներ, ձեզ մնում է ընդամենը նայել օվկիանոսում ցրված առաքումներին, ամենուր մեծ բեռներ կոկաինով և ֆենտանիլով։ Բացի այդ ունենք ձայնագրված նյութեր, որոնք ապացուցում են, որ նրանք այնտեղից էին դուրս եկել։ Ձայնագրել ենք շատ զգուշորեն, որովհետև գիտեինք, որ մեզ կարող են հետևել։ Մենք չափազանց զգուշ էինք, զինվորները հիանալի են աշխատել։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գործողությունը որակել է ագրեսիա եւ ընդգծել, որ Վաշինգտոնի հետ պաշտոնական կապերը խզված են բացառությամբ նվազագույն հաղորդակցության, որը վերաբերում է կալանավորված վենեսուելացիների վերադարձին։ Եթե ցանկանում եք մարիխուանա գտնել, նայեք Միացյալ Նահանգներին, նրանք արտադրում են սուպերսինթետիկ մարիխուանա, եւ այնտեղ դա օրինական է, թե արտադրությունը, թե սպառումը։ Ինչ կարող են նրանք ասել Վենեսուելայի մասին, երբ դրա բարոյական հիմքերը չունեն։ Վենեսուելայում դա մնում է անօրինական եւ կմնա անօրինական։ Մենք երբեք չենք տրվի որևէ թմրանյութ օրինականացնելու համար միտումին։ Միացյալ Նահանգները հայտարարել է Կարիբյան ավազանի հարավում ռազմական ներկայության ուժեղացման մասին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ։ Նախագահ Մադուրոյի պնդմամբ զոհերը ձկնորսներ էին, ոչ թե նարկոկարտելի անդամներ, իսկ նման միջադեպերն անվանել սադրանք։ Կարակասը պնդում է, որ սպանվածները կապ չունեն Tren de Aragua խմբավորման հետ, որի անունը կարծես թե դուր է եկել Թրամփին։ Tren de Aragua. 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 Ամերիկյան ռազմանավերի տեղակայումը սադրանք էր անվանել Վենեսուելայի պաշտպանության նախարարը։ Բոլոր այդ ռազմանավերի տեղակայումները, որոնք ուղղված են Վենեսուելայի դեմ դրոնների, ուղղաթիռների օգտագործումը նավերի հարթակներից, մենք այս ամենը դիտարկում ենք այստեղ, Վենեսուելայից, առանց վախի ու երկյուղի։ Մենք մշտապես զգոն ենք, հետևում ենք ցանկացած զարգացման, որը կարող է ազդել մեր ֆիզիկական անվտանգության վրա եւ սպառնալ մեր ինքնիշխանությանը։ Վաշինգտոնի եւ Կարակասի միջև լարվածությունը նոր թափ է հավաքում ռազմական միջամտությունների եւ կոշտ ռետորաբանության պայմաններում։ Սպառնալիքների փոխանակումը խորացնում է տարածաշրջանային անկայունությունը, հարվածի տակ դնելով Կարիբյան ավազանի անվտանգությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։